Ես այդ առիթով ուզում եմ ձեզ խորհրդանշական մի նվեր նվիրել, որ հուսամ, որ դուք դա կօգտագործեք, կդնեք ձեր սեղանին եւ ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելուց դուք կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի դա ամենաճիշտ որոշումը չէ։ Ամենայն հարգանքով խոսքի ազատություն եւ պատգամավորի կարգավիճակին բնորոշ ցանկացած բան ընդունել է, բայց խնդրում եմ, էլի, եթե ցանկություն ունեք պարոն Պողոսյանի նկատմամբ ինչ-որ այլ քաղաքական ակցիա իրականացնել, սա լավագույն ձևաչափ չի։ Նվերներն էլ մի վարքյան, նվերներն էլ պարոն Պողոսյան։ Նվերների հայտարարագրման, նվերների հայտարարագրման հետ կապված էլ մենք ունենք սահմանափակումներ։ Խնդրում եմ, շատ դրա համար շատ էժան նվեր եմ նախընտրել բերել, խնդրում եմ, որպեսզի խնդրում եմ։ Վարդանյան, դուք խոչընդոտում եք իմ գործունեությունն, ասում եք ազգային ժողովի բնականon աշխատանքը մի խոչընդոտեք։ Տիկին Թովմասյան։ Դե հիմա թողեք ես Ուրեմն լսեք, ուրեմն ցանկացած հարց, ցանկացած պատասխան։ Ընդ որում կներեք, եթե շատ ավելի անկեղծ լինեմ, բյուջետային հայտի քննարկումն է։ Մենք այսօր շեղվում ենք մի պարզ պատճառով, որ հանրությունը իրավունք ունի տեղեկություն իմանա ամեն ինչի վերաբերյալ ինչ տեղի ունենում այս շենքում, այս շենքից դուրս։ Բայց սա չի նշանակում, որ սա պետք է վերածվի իրավապահ համակարգի նկատմամբ ինչ-որ, չգիտեմ, ֆլեշ մոբերի։ Սա ես թույլ չեմ տալու։ Դες որ խնդրում եմ այդ ձեռնաշղթան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը։ Խնդրում եմ։ Պարոն Վարդանյան, ուրեմն ես չեմ սահմանափակում ձեր Դուք հիմա հարցը ամփոփեք եւ ահագին սահմանափակեցիք իմ խոսքի ազատությունը, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ ասել, որ մենք խոսում ենք քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության մասին, որը ստանալով պետությունից ահռելի միջոցներ, ունի գործունեության այնպիսի բնութագրումներ, որոնք հանրությանը անհանգստացնում են։ Եվ մենք որպես առաջնային մանդատ կրող պատգամավորներ, բնականաբար պիտի բաում հնչեցնենք, եթե ոչ պարոն Պողոսյանին։ Տարվա մեջ մի անգամ ունենք հնարավորություն, մի քանի անգամ էլ կհնչեցնենք։ Եվ այս նվերը ես այստեղ կթողնեմ, հուսամ, որ սա հայտարարագրման ենթակա է, էժան է եւ ձեզ որոշակիորեն ուղղորդի հաջորդ անգամ ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն, որովհետև այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կալանավորման մասով քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ որ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալի։ Հիշում եք, Կոտայքի մարզում 4 ժամում 4 մարդ սպանեցին։ Բայց այդ մարդիկ ո՞նց էին ազատության մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Պողոսյան։ Տիկին Թովմասյան, լսեցի ձեր հարցերը, արդեն նշեցի, որ ինձ նվեր պետք չի, առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։